Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 30-ի համար։ Օրը 5 շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Ընդհանուր ֆոնը տեսնենք։ Հոկտեմբերի 30-ը աշխատանքային օր է։ Կարելի է ասել պետք է զբաղվեք աշխատանքով, գործունեությամբ, ոմանց մոտ կարիերայի բարձրացում տեղի կունենա, ոմանք շատ աշխատանք, բիզնեսում առաջ խաղացում, այնպիսի մի օր է, որ կարողանաք ձեր աշխատանքը, ձեր գործունեությունը միմիայն առաջ մղել։ Ովքեր որ պաշտոն էին ուզում կամ աշխատանք, այդ օրը ամենայն հավանականությամբ այն կստանաք։ Եվ գնայինք խոյերին, տեսնենք ում մոտ է ավելի շատ անդրադառնալու սա։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև հաջողություն ունեք, նոր հնարավորություններ են սա, նոր դռներ են բացվելու ձեր առջև։ Նաև օրվա ընթացքում երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում և ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Միգուցե և գնում եք պետական հիմնարկություն այստեղ ձեր առողջությամբ զբաղվելու։ Նաև հնարավոր է դիմում եք ձեր աշխատանքի տեղ, որպեսզի մի փոքր հանգստանաք։ Ոմանք այդ օր աշխատանքի կընդունվեն, շատ աշխատանք կունենան, պատվերներ, բիզնեսը առաջ կտանեք, պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, այցելել նման կառույց, գեղեցիկ, շատ գեղեցիկ քարտ է, ըստ ինձ, չգիտեմ դուք ինչպես։ Կայցելեք նման կառույց հարցազրույցի կամ որևէ պետական աշխատողի հետ հանդիպելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 30-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին եւ կարող է պետք է գան, չեն գալիս, վիճում եք նաեւ իրենց հետ, փակ է ինչ-որ մի բան չի ստացվում, ձեզ նեղվում եք, հա դրանից որ չի գալիս, չի լինում, ինչ-որ պահեր են այստեղ։ Նաեւ օրվա ընթացքում սեղանի շուրջ եք նստելու եւ ովքեր աշխատում են աշխատանքում առաջ խաղացում, նաեւ ձեր բիզնեսը կարող եք առաջ տանել, ոմանք ընդունվեն աշխատանքի կամ ոնց որ շարժ կլինի, հա, արդեն է որ տարեթողել եք ռեզյումեները, հիմա ոնց որ շարժը կտեսնեք, որ այս մեկն է զանգում, մյուսն է կանչում, հա, նմանատիպ ոհիցա պահեր կարող են լինել։ Եվ պետական հիմնարկության աշխատող հետ կարող եք հանդիպել եւ ինչ որ գործեր առաջ մղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին հոկտեմբերի 30-ին։ Չգիտեմ ով կնայի այս հատվածը, բայց երբ որ առաջինն են գնում դա, ես չեմ շարունակում։ Հատկապես հենց առաջին տողում, հա, առաջին տողում հենց առաջին քարտերը։ Ամենայն դեպս զգուշացում ունակ, որպեսզի ամեն ինչը նորմալ նայեք, ուսումնասիրեք, որ չխաբեն ձեզ։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, նաև գումար կարող եք ստանալ, գումար կարող եք ծախսել կամ վճարել, հա, կարող գնում եք վճարելու համար։ Եվ կարիերայում մի փոքր փոփոխություն դեպի առաջ խաղացում։ Ինչ որ տարբերություն կարող եք նկատել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 30-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որ ինչ-որ միտեղից չշանաք։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան եւ սպասում եք ինչ-որ մեկին նոր պարկ եք քնելու կամ առավոտյան եք սպասելու, ժամը դրա համար է։ Սպասում եք ժամերով, ճիշտ ժամանակին չեն գալիս։ Եվ երեկոյան արդեն կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուշ, կամ նաև ինտիմ հարաբերություններ սա ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Նաև այստեղ կամ ինչ-որ մեկն է պարկած կամ դուք եք վատ, այստեղ ինչ-որ մի բան չի ստացվում, որովհետև հիվանդ եք, լավ չեք զգում ձեզ, կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա ուզում եք գնալ մտնել մոտը եւ էլի ոնց որ չի ստացվում։ Նաև այդ օրը որոշ գործեր կմղեք առաջ։ Շատ չէ, բայց որոշ գործեր կմղեք առաջ, այստեղ ուշադիր եղեք, ընտանիքի անդամների հետ կարող վիճել նաև։ Ձեր սիրելիի կամ ընտանիքի անդամների հետ։ Եվ երեկոյան եւս էլի առաջ խաղացման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, եւս էլի խոչընդոտներ կան, ոնց որ չի ստացվում ինչ-որ բաներ առաջ տանել։ Այդ օրը փորձեք ինչ-որ բաներ հստակ առաջ չտանել, որովհետեւ ինչ դժվարություններ կան այդ գործերի մեջ, առաջ տանելու մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե համար էր, հա, սա անկած, ոնց որ ինչ-որ պահեր կան։ Գնային կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ որ ելք եք փնտրելու, ինչ որ հարցին լուծում տալու համար եւ դա պատճառով կարող գոր գրալ։
ինչ որ կարող եք ուղղակի դուք ինքներդ ձեզ հետ վիճեք, պարտադիր չի ինչ որ մարդկանց հետ կարող է այդ, որ ելքը չեք կարող ընդունեք այդ էմոցիաները այդպես արտահայտեք։ Նաև օրվա ընթացքում կսպասեք ինչ որ մեկին կամ ինչ որ բանին։ Եվ այստեղ սիրային հարցերում կարող է ձեզ ինչ որ ձեր սիրելին ինչ որ մի բան է ասում, ելք փնտրելու հետ կապված տատանվում եք։ Գուցե ոմանց սիրո խոստովանություն են անում եւս տատանվում եք, կամ ինչ որ կարող աշխատանքի հետ է կապված ինչ որ բան առաջարկում ձեզ։ Եվս էլի տատանվում եք, հա, կարող է նաև ձեր հարազատ մարդիկ են, հա, ձեր բարեկամները ձեզ ինչ որ բան առաջարկեն, եւս կարող եք տատանվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, միգուցե նշում եք ձեր աշխատանքը։ Նաև ոմանց ձեր խոստովանեն, ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք, նաև դա կարող է լինել ընտանիքում որևիցե ինչ որ առիթ է, կարևոր մի բան է տեղի ունենում եւ նշում եք։ Եվ այն ինչը որ տեղից կանգնած էր, տեղից չէր շարժվում, դա ի վերջո կշարժվի եւ դա ձեզ հաջողություն է բերելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կլսեք, հնարավոր նաև հիվանդանոցից է այստեղ, հա, եւ սա էլ է նույնը ասում, կամ հետո կարող եք գնալ հիվանդանոց, կամ ինչ որ մեկից եք տեղեկություն ուզում, հա, հիվանդանոցում ով որ գտնվում էր։ Օրվա ընթացքում եւս ինչ որ նամակ, փաթեթ կարող եք ստանալ,
Ոչ է ծրար, SMS, ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ մեկից կարող է լինել դա այստեղ կարող սեր են խոստովանում կամ ձեր նախկինն է կամ համենայն դեպս ձեր սիրելին է ձեզ գրում կամ բարեկամները ձեզ կարող են հիշել։ Առավոտյան եւս կարող եք ստանալ որևիցե ինչ-որ փաթեթ կարող է թե բան եք պատվիրել, կարող է հիվանդության համար է դա, կարող է ճնշման ապարատ եք պատվիրել կամ չգիտեմ ինչ։ Օրվա վերջ Եվ նաև այդ օրը կարող են ձեզ սեր խոստովանել։ Օրվա վերջ այստեղ ունեք երկերեսանի մարդիկ ձեր շրջապատում, նաև ձեր գործերը մի փոքր առաջ կմղեք, հա, շատ չէ, բայց ինչ-որ չնչին կհրեք առաջ։ Այսքանը ձեզ համար, միգուցե նաև հարաբերություններն են այստեղ ասում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուշադրություն պետք է դարձնենք ձեր առողջությանը, կարող այցելել նաև նման վայր կամ գնանք տնօրինության մոտ, որպեսզի ձեզ թույլ տա, որ հանգստանաք։ Նաև ինչ որ մեկին եք ուզում զանգահարեք, փակեք կամ զանգահարում եք, այնտեղից են ասում, որ դեռևս ոչինչ հնարավոր չի անել։ Օցեր են, հա, օցեր են, ոչինչ չեն ուզում ուղակի իրենք անեն։ Դրա համար էլ փակ է։ Հա նաև կարող է վիճել եք ժամանակին, հիմա իրենք անընդհատ ձգձգում են։ Եվ ինչ որ մի բան է ուշանում, հնարավոր է նաև կարիերայի հետ է կապված, ինչ որ առաջ խաղացում, պաշտոն, դա կարող է լինել մոտավորապես 2.5 ամսից հետո, ամանորից հետո։ Միգուցե դա են ասում, հիմա չէ, հետո ձգձգվում է։ Նաև կարող է պատվեր է սա, որ կարող է ձեզ ինչ որ բան են պատվիրում եւ դուք 2.5 ամիս պետք է աշխատեք վրան։ Նաև հանդիպում այդ օրը կունենաք կամ շփում որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 30-ին։
Հարգելի աջակցություններ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև որովհետեւ հնարավորություն կողեք բաց թողնել, գնում եք ճանապարհ, մեկ այլ բան եք բաց թողնում կամ միգուցե ճանապարհի հետ է կապված, կարող է առաջարկում են արի գնանք այստեղ եւ այլն, դուք ձեզ էլ հարմար չի եւ ոնց որ բաց եք թողնում դա ձեր ձեռքից։ Օրվա ընթացքում կարող պարկել, հանգստանալ, մինչև սպասում եք ինչ-որ մեկը գա կամ ինչ-որ բան գա, այդ դրան եք սպասում եւ ոնց որ դեռ հանգստանում եք մինչև գա։ Եվ կարիերայում մի քիչ փոփոխություն, ինչ-որ չնչին փոփոխություն բարձրոնք կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը տատանվում եք, ծանրութեթև եք անում, ինչ-որ հարց կասկածների մեջ եք, գուցե զանգեք, չզանգարեք, կարող է զանգն է ձեզ կասկածների մեջ գցում կամ այդպես տատանումների։ Նաև կամ գումար եք ծախսելու այդ օրը կամ գումար կստանաք, հաջողություն ունեք եւ բավականին էմոցիոնալ կլինեք, այդպես էմոցիոնալ ձևով եք ծանրութեթև անելու։ Ինչ-որ մի բան է, շատ կարևոր ձեզ համար եւ այդպես ոգեվորված որոշում եք կայացնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գուցե աշխատանք են առաջարկել։ Չենք մոռանում այս քարտը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում, երևի երրորդն եմ ասում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 30-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը սեր կխոստովանենք կամ ձեր սիրելի մարդկանց հետ սեղանի շուրջ եք նստելու, ձեր սիրելիի հետ եք սեղանի շուրջ նստելու, գուցե այդտեղ ժամադրության եք։ Օրվա ընթացքում որոշ խոչընդոտներ կան։ Նաև ոմանք հիվանդ են, ոմանք հիվանդանոցում ոչ մեկ ունեն կամ ձեզ վատառողջ եք զգում, դա է ձեր խոչընդոտների պատճառը։ Չէ՞ որ հիվանդանում ենք, ոնց որ ոչինչ չենք կարողանում անենք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։